Ընտրեմ։ Պարոն Կարապետյան, դուք այստեղ էլ հենց ասուլիսի սկզբում նշեցիք, որ դուք հաջորդ վարչապետն եք։ Դա անքննելի ճշմարտություն է ձեր եւ ձեր թիմի համար։ Հիմա ես ձեզ որպես հաջորդ վարչապետ հարց եմ տալիս, որը ինձ համար կոնկրետ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի շատ կարևոր է։ Բոլորի ընկալումներում դուք բիզնեսից եկած մարդ եք եւ գիտեն, որ դուք հաջողակ գործարար եք, հաջողակ բիզնեսմեն եք։ Մենք ձեզ քաղաքականության մեջ, մանավանդ այս բարդ իրավիճակում հայտնված Հայաստանի Հանրապետության պարագայում մենք ձեզ չենք պատկերացնում եւ չգիտենք, թե դուք ոնց եք գործելու այդ դաշտում։ Ինձ մտահոգում է, արդյոք քաղաքականությունում լինելու պարագայում դուք չեք առաջնորդվելու, պաշտպանելու ձեր բիզնես շահերը, սա մեկ, եւ երկրորդը, եթե դուք այլևս վարչապետ եք, ինչպես դուք նշում եք, արդյոք պատրաստ եք քաղաքական կամք ցուցաբերել նախկին եւ ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկել, որոնք քրեական տարբեր գործերով անցնում են։ Շնորհակալություն։ Ինչ վերաբերվում է բիզնեսին եւ քաղաքականությանը, թե հաջողակ բիզնեսմեն լինելը, թե հաջողակ քաղաքական գործիչ լինելը, դա առաջնորդության մասին է խոսքը։ Չկա ուրիշ գիտություն։ Եթե դու լավ առաջնորդ ես թե բիզնեսում, թե քաղաքականության մեջ, թե պետությունն ես ղեկավարում ճիշտ, դուք դրանում չկասկածեք։ Եթե մեզ հաջողվեց ընդամենը 6 ամսում դառնալ գլխավոր օպոզիցիոն քաղաքական դաշինքը, եթե մեզ հաջողվեց դառնալ առաջատար քաղաքական ուժը, վստահ եղեք, մենք ավելի մեծ արագությամբ զարգացնելու ենք Հայաստանի տնտեսությունը, բերելու ենք կայուն խաղաղություն, արժանապատիվ խաղաղություն մեր երկրին։ Հաջորդ հարցը, եթե դուք այլևս վարչապետ եք, Հայաստանում հասարակության մոտ, այսպես ասած, այն անարդարության զգացումը կարողանալու եք վերականգնել, որը վերաբերում է նախկին եւ ներկա իշխանությունների քրեական գործերի մասով։ Ներկաներին իհարկե պետքա քրեական գործեր հարուցեք դուք։ Ես չեմ ասել, որ ես արդեն վարչապետ եմ։ Ես ասում եմ, ես հաջորդ վարչապետն եմ։ Ես հենց հաջորդ վարչապետ նկատի ունեմ։ Եվ ասում եմ, որ մենք գործելու ենք, չէ, դուք ասեք, ես ասում եմ վարչապետ եմ։ Եվ ասում եմ, մենք գործելու ենք օրինականության դաշտում։ Չենք անելու նույն սխալները, ինչ արեց ներկա իշխանությունը, բոլոր հարցերում։ Ինքը դրանով տապալվեց, ձախողվեց։ Դրա համար մենք ամեն ինչին շատ լուրջ ենք վերաբերվելու։ Մեկ-երկու մարդկանց կարծիքի հետևից չենք ընկնելու։ Գոյություն ունի Հայաստանում օրենք, եթե չկա էլ կլինի օրենք, կլինի արդարություն, արդարադատություն, իրենք կորոշեն մարդկանց մեղքերը եւ այդ մեղքերով կամ դատապարտվեն, կամ դառնան ազգային հերոսներ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։